Շնորհակալ եմ, խնդրում եմ ասել, խոսվել է նրա մասին, որ նոր սահմանադրության նախագիծը իշխող քաղաքացիական պայմանագրում պետք է քննարկվի, արդյոք արդեն այդ քննարկումը եղել է եւ կարող ենք ասել արդյոք նախաբանը արդեն կա եւ նախաբանում կա անկախության հռչակագրին հղումը եւ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե չանցնի սահմանադրության նախագիծը նորից հանրաքվե կլինի, կարող եք մի փոքր բացել ինչ նկատի ունի, այսինքն եթե չանցնի անընդհատ հանրաքվե կլինի եւ ինչքան եք պատրաստվում սահմանադրության հանրաքվե անել, շնորհակալ եմ։ Ձեր վերջին հարցը շատ տեսական հարց է, այս փուլում դրան ես չեմ պատասխանի, բայց կպատասխանեմ ձեր առաջին հարցին, առայն որ սահմանադրության նոր սահմանադրության տեքստը դեռևս քննարկման փուլում է, խմբակցության հետ էլ է այո քննարկվում, մեկ հանդիպում եղել է արդեն, սրանք աշխատանքային քննարկումներ են, երբ որ մենք կհասնենք այն փուլին, երբ որ ուրեմն քննարկումները կավարտենք եւ հրապարակման ենթակա տեքստը կլինի, այդ հրապարակումը կլինի եւ արդեն քննարկումները էլի կշարունակվեն արդեն հանրային լայն տիրույթում եւ յուրաքանչյուրը թե դուք, թե փորձագիտական համայնքը, թե քաղաքական համայնքը, թե մեր քաղաքացիներն իրենց դիրքորոշումներն, կարծիքները կհայտնեն նոր սահմանադրության վերաբերյալ եւ ըստ այդմ աշխատանքը արդեն հրապարակային փուլում կշարունակվի։ Հիմա ինչ կա դրանք աշխատանքային փաստաթղթեր են, ես տեսա, որ ինչ-որ տարբեր դրվագներում որոշ լրատվականներ ինչ-որ բաներ էին հրապարակել, հիմա մենք գտնվում ենք աշխատանքային փուլում տարբեր ուրեմն հրապարակումներին, ես խնդրում եմ մեր քաղաքացիները չտրվեն, այլ հետևեն պաշտոնական հաղորդագրություններին, շնորհակալ եմ։ Եթե լիներ, կլիներ, հիմա եթե չկա, ուրեմն չկա, դեռևս աշխատանքային քննարկումներ են, խնդրեմ Տիկին Մինասյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։